Լոս Անջելեսում արդեն 5-րդ օրն է չեն դադարում ցույցերը, որոնք սկսվեցին, երբ միգրացիոն ծառայությունն սկսեց ապօրինի ներգաղթյալների դեմ ռեյդեր իրականացնել, որպեսզի նրանց վտարեն երկրից։ Ցույցեր են նաև երկրի առնվազն 10 այլ քաղաքներում, այդ թվում Վաշինգտոնում, Նյու Յորքում, որտեղ եւս ցուցարարներ են բերման ենթարկվել։ Երեկվանից Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 6-ը, ինչից հետո ոստիկանությունն սկսել է մարդկանց զանգվածաբար ձերբակալել։ Լոս Անջելեսի քաղաքապետն ասել է, որ ստիպված էին պարետային ժամ սահմանել, որպեսզի դադարեցնեն թալանը։ Քերեն Բասն ընդգծել է, որ քաղաքում ամեն ինչ հանգիստ էր, քանի դեռ միգրացիոն ծառայությունը չէր սկսել իր գործողությունները։ Նա կրկին քննադատել է նախագահ Թրամփին, կոչ անելով դադարեցնել ռեյդերը։ Ուզում եմ նրան ասել, որ դադարեցնի այս ռեյդերը։ Ուզում եմ նրան ասել, որ սա ներգաղթյալների քաղաք է։ Եթե ուզում եք ավերել Լոս Անջելեսի տնտեսությունը, ապա հարձակվեք ներգաղթյալ բնակչության վրա։ Լոս Անջելեսում բնակվող մեր գործընկերը պատմեց, որ պարետային ժամը վերաբերում է միայն կենտրոնի որոշ հատվածների, որոնք հայաշատ չեն։ Նայրան Ալբանդյանը մեկ դեպք գիտի, որ հայ ներգաղթյալին պատկանող զարդերի խանութ է թալանվել։ Ըստ նրա միգրացիոն ծառայության վերջին գործողությունները վկայում են, որ վարչակազմը պատրաստ չէ զիջումների ներգաղթյալների հարցում։ Դա անորոշություններ ու մտահոգություններ է առաջացնում նաև այն հայերի համար, որոնք ապօրինի են մուտք գործել երկիր եւ դեռ փաստաթղթային չլուծված հարցեր ունեն։ Եվ նրանք են անորոշության մեջ եւ անգամ նրանք, ովքեր որ արդեն անօրինական մուտք գործելուց հետո դատական գործընթացներով ապաստան պահանջելով իրենց փաստաթղթային կարգավորումները ստացել են, այսպես ասած green card արդեն ունեն, բայց մտահոգություն ունեն, որ այդ նոր ստացած փաստաթղթերով, օրինակ, եթե հիմա գնան Հայաստան, կարող են վերադարձի ժամանակ որոշակի խնդիրներ ունենալ։ Ցույցերին զուգահեռ էլ ավելի են սրվում տեղական եւ դաշնային իշխանությունների միջև հակասությունները։ Կալիֆոռնիայի դեմոկրատ նահանգապետը տեսաուղերձով դիմել է ամերիկացիներին, ասելով, որ իրավապահներն իսկական հանցագործների փոխարեն երկրից արտաքսում են աշխատասեր ներգաղթյալներին։ Քևին Նյուսոմը նշել է, որ նախագահը առանց նահանգի իրավապահների հետ խորհրդակցելու, առանց որևէ պատճառի եւ ապօրինաբար ազգային գվարդիա ուղարկեց ցույցերը ցրելու համար։ Մինչդեռ ըստ նրա նախագահի կողմից մեջբերում եմ իշխանության այսպիսի անամոթ չարաշահումը բորբոքեց առանց այդ էլ պայթունավտանգ վիճակը։ Նա ասել է, թե իշխանությունները մտադիր են ազգային գվարդիան օգտագործել նաև ներգաղթյալների դեմ գործողություններում։ Նահանգապետը շեշտել է, վարչակազմի գործողությունները չեն սահմանափակվի միայն այս նահանգով։ Գուցե Կալիֆոռնիան առաջինն է, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ այստեղ չի ավարտվի։ Հաջորդը մյուս նահանգներն են, հաջորդը ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարությունը մեր աչքի առաջ հարձակման է ենթարկվում։ Եկել է այն պահը, որից վախենում էինք։ Կալիֆոռնիայի նահանգապետը, որը վարչակազմի դեմ հայց էր ներկայացրել դատարան, հիմա էլ արտահերթ միջնորդություն է ներկայացել, պահանջելով արգելափակել ռազմական ներկայության ընդլայնումը։ Միջնորդությունը մերժվել է, դատարանը նիստ է նշանակել 5-շաբթի։ ԱՄՆ նախագահն իր հերթին կրկնել է պնդումը, որ եթե ազգային գվարդիան չտեղակայեն, ապա Լոս Անջելեսը չէր լինի։ Դոնալդ Թրամփն ասել է, թե ամեն ինչ կանեն, որպեսզի մեջբերում եմ ազատագրեն քաղաքը եւ այն կրկին ազատ, մաքուր եւ անվտանգ դարձնեն։ Եթե մենք զորք չտեղակայենք, Լոս Անջելեսը չէր լինի, այն այսօր կրակների մեջ կլիներ։ Որպես գերագույն հրամանատար, թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Դա երբեք տեղի չի ունենա։ Թրամփը Լոս Անջելեսի իրադարձությունների համար քննադատել է նաև նախորդ վարչակազմին, ասելով, որ դրան է հանգեցրել նաև նրանց վարած ներգաղթային քաղաքականությունը։